Հայաստանում չես գտնի հարգելի բարեկամ երկու կուսակցություն, որը հետևողականորեն տարիների ընթացքում տարել է իր կուրսը եւ որոնք նաեւ իրար հակոտնյա են։ Երկու կուսակցություն, որոնք ունեն ռեալ քաղաքական, գաղափարախոսական հակասություններ։ Շատերդ կարող եք ասել Դաշնակցություն եւ Հայ ազգային կոնգրես, բայց եւ Դաշնակցությունը եւ Հայ ազգային կոնգրեսը չդերսևորեցին հետևողականություն։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ։ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման թիվ 1 ջատագովը պետք է լիներ Հայ ազգային կոնգրեսը։ Բազմաթիվ ապացույցներ եմ ես ներկայացրել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, ով 2008 թվականին առաջին հայացքի ժողովրդի կողմից էր, ընդդիմության կողմից էր, այսինքն իշխանությանը դեմ էր, լավ այսպես ասենք, ֆինանսական ծառայություններ են մատուցել այն մարդկանց, այն զինվորականներին, ում բերել էին Արցախից եւ բաց թողել ժողովրդի վրա։ Թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ֆինանսական ծառայություն մատուցել Օգանովսկում, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ֆինանսական ծառայություններ մատուցել Սպեցնազի հրամանատար Գագիկ Սարգսյանին։ Գագիկ Սարգսյանը օրինակ ունեցել է 5 միլիարդ 200 միլիոն դոլար վարկ փոխառություն, որը տրվել է եւ հետագայում ջրվել է Նիկոլ Փաշինյանի, Արայիկ Հարությունյանի, հեղափոխական ճակերտավոր Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին։ Եվ այս խայտառակությունը պիտի Լևոն Զորաբյանը կամ Հայ ազգային կոնգրեսի մնացյալ կուսակցականները, ովքեր նախընտրական կամպանիային էին մասնակցում, օրինակ, պիտի դնեին Նիկոլ Փաշինյանի դեմը եւ պահանջեին պատասխան։ Բայց բացարձակ լռություն։ Դաշնակցություն կուսակցությունը, ով հանդես է գալիս ազգայնական, այսպես ասած, հայդատական մոտեցումներով, թվականի ապրիլ ամսին վարչապետ է ընտրում մեկին, ում նախագահության օրոք ֆուտբոլիստների մարզաշապիկների վրայից հանվում էին Արարատ լեռան նկարները, ում նախագահության օրոք կարելի ասել կասկածի տակ էր դրվում ցեղասպանության հանգամանքը եւ միաձայն այդ կուսակցությունը, խմբակցությունը 18 թվականի ապրիլին նախ վարչապետ է ընտրում Սերժ Սարգսյանին, ում կառավարման տարիներին բազմաթիվ են եղել դեպքեր, տասնյակ են եղել դեպքեր, թե հասարակական սեկտորից, թե բյուրոկրատական համակարգից մարդիկ, ովքեր վերապատրաստում են անցել Թուրքիայում եւ հետագայում ունեցել են կարիերայի թրիշկաձև աճ։ Եվ այդ կուսակցությունը, այդ խմբակցությունը վարչապետ է ընտրում սկզբից Սերժ Սարգսյանին, այս ամենի թիվ 1 պատասխանատուին եւ հետագայում մեկ շաբաթ անց նույն խմբակցությունը բացառությամբ մի հոգու վարչապետ է ընտրում փողոցային շարժում գեներացնող իբրև թե Նիկոլ Փաշինյանին։ Այս կուսակցությունը, հարգելի բարեկամներ, առավոտից երեկո խոսել է, խոսում է Արցախից, բայց կուսակցության մարդիկ, կուսակցականները Արցախում զբաղված են, Արցախի կորստից են խոսում, բոզի լաց են դրել, բայց բազմաթիվ կուսակցականներ ներգրաված են եղել Արցախում տեղի ունեցած կոռուպցիայի, հսկայածավալ կոռուպցիայի մեջ։ Դեպքեր են եղել, հարգելի բարեկամներ, շատ են խոսել սրա մասին, եւ դաշնակ-մաշնակներ իրենց հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա են ստացել։ Չկան կուսակցություններ, որոնք գաղափարական հակասություններ ունեն, չկան կուսակցություններ, որոնք հետևողականորեն տանում են իրենց գիծը, իսկ քաղաքականությունը
եւ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ պիտի կուսակցությունները, մարդիկ, լիդերները պիտի պատրաստ լինեն զրկանքների, գաղափարների համար զրկանքների եւ նաեւ ասում են պիտի պատրաստ լինես զրկանքներ տալ քո հակառակորդին։ Եթե այս ամենը չկա, ոչ թե փողի համար, այլ գաղափարների մոտեցումների քաղաքական, ապա շատ տխուր է, մի խոսքով այս շարքը կարելի է երկար թվել, բայց Հայաստանի Հանրապետությունում գրանցված են 150 կուսակցություններ, հարգելի բարեկամներ։ Չկան այս չափանիշներին համապատասխանող գոնե երկու կուսակցություն, բայց գրանցված են 150 կուսակցություններ, կուսակցապետեր կան, շատ է լինում, երբ ինձ զանգում են ինչ-որ միտեղից, ասում են, ես ինչ կուսակցության նախագահն եմ, ասում են, ձեր Գյումրի տարածքային կազմակերպության ղեկավարը ով է։ Լոռու մարզում ձեր կուսակցության ներկայացուցիչը ով է, չկա, բայց կուսակցապետ են, ներկայանում են որպես կուսակցության նախագահներ, մի խոսքով 150 հատ, 150 հատ։ Հայաստանում ըստ էության չկա քաղաքականություն, հարգելի բարեկամներ, քաղաքականությունը պետությունը կառավարելու արվեստ է, սա սահմանումներից մեկը։ Պետությունը կառավարելու վերաբերյալ մոտեցումներ դու պիտի ներկայացնես։ Քաղաքականություն չկա Հայաստանում, հարգելի բարեկամներ, կա համատարած գավառականություն։ Բայց կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, բազմաթիվ, 1000-ից ավել քաղաքական գործիչներ կան Հայաստանում, եղել են, կան, չկա քաղաքականություն, բայց կան քաղաքական օրինակ բանտարկյալներ։ Եվ իմիջիայլոց եթե դուք ուշադրություն դարձնեք, ամեն հեռուստաալիք ունի իր նախընտրելի քաղաքական բանտարկյալների ցանկը։ Միտեղ քաղաքական բանտարկյալը նա է, միտեղ քաղաքական բանտարկյալը այն մյուսն է, մի հեռուստաալիքում այն մի քաղաքական բանտարկյալի մասին չեն խոսում, այն մյուս հեռուստաալիքում խոսում են միայն իրենց նախընտրած քաղաքական բանտարկյալների մասին։ Մենք հայերս թղթի կտոր ենք սարքել սահմանադրությունը եւ անկախության հռչակագիրը։ Ուղղակի թղթի կտոր էր, գեղեցիկ բառեր էր գրված, օրինակ, որ անկախության հռչակագրում գրված էր իշխանությունը պիտի պատկանի ժողովրդին։ Գրված էր, որ ընդերքը պիտի պատկանի ժողովրդին։ Եվ չեղարկված են այս դրույթները ամբողջապես։ Սահմանադրության մեջ գրված էր, որ հենց այդ նույն ժողովուրդը, ում պատկանում է իշխանությունը, ընտրությունների միջոցով պիտի ձևավորի պետական մարմինները կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, այս դրույթը եւս հիմնովին երևի չես գտնի սահմանադրության կամ անկախության հռչակագրի մեջ մի դրույթ, որը հիմնովին աղավաղված չէ հայ ջոչերի կողմից ինչ որտեղ նաև ժողովրդի մասնակցությամբ։ Բայց մենք հայերս ասում ենք, որ մենք ցույց չենք տա անկախության հռչակագիրը հանկարծ չեղարկեն, սահմանադրությունը փոխեն եւ պրեամբուլայից հանեն անկախության հռչակագրի վերաբերյալ հղումը։ Բայց ինքներս այդ ամենը դարձրել էին թղթի կտոր։ Տեսնում եք ինչ հակասական ժամանակներում ենք, հարաբերություններում ենք մենք ապրում, պարադոքսալ իրավիճակներում։ Հայաստանում չի եղել հեղափոխություն։ Որևէ պետության հատուկ ծառայությունների գործակալները չեն կարող իրականացնել հեղափոխություն այն ռեժիմի դեմ, որի կողմից եղել են հավաքը գրված եւ որին իրենք ծառայել են։ Դա ուղղակի հնարավոր չէ։ Բայց առավոտից երեկո խոսում են հեղափոխական տերորի մասին, խոսում են 37 թվի մասին, խոսում են համատարած կուլակաթափության մասին, հայտարարություն է էլի ուղղակի։ Հազարներով մարդիկ, ովքեր երկիրը կեղեքել են, հազարներով ազատման են գալիս Հայաստանում։
բայց կուլակաթափության գործընթաց է տեղի ունենում զուգահեռ, հետաքրքիր է, չէ՞։ Չի եղել Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն, հարգելի բարեկամներ, բայց ինչքան գիտեմ, գրանցված կա հեղափոխության պահապանների այդպես ջուր կազմակերպություններ նույնիսկ բաց է։ Այս ֆրագմենտը եւս ցույց է տալիս այն վիճակը, որի մեջ մենք բոլորս ապրում ենք։ Անվտանգային հարցերը շատ կարևոր են։ Բոլորն են ասում, անվտանգային հարցերը, բանակը շատ կարևոր է պետության համար, ազգի համար, միայն 2011-2019 թվականին բանակից ազատվել է 50,000 պատանի եւ երիտասարդ։ Ազգը բանակից ազատել է 50,000 պատանի եւ երիտասարդ։ Ու վստահ եմ զորոյական թվականներին եւս նույն իրավիճակն է եղել։ Բայց բանակը դա մի սակրալ կառույց է եղել ազգի համար։ Բանակը սակրալ կառույց է եղել։ Անվտանգությունը շատ կարևոր մակարդակում պիտի լինի, բոլորն են ասում, բայց այդ անվտանգությունը պիտի ապահովեն ոչ թե իրենց զավակները, այլ կողքից պիտի ապահովեն։ Ոչ իրենք չպիտի մասնակցեն, իրենց զավակները պիտի ուրիշ գործերով զբաղվեն, ուրիշ գործերով պիտի պետությանը օգուտ տան։ Շատ են մարդիկ, ովքեր ասում են դե չեն ծառայել, բայց հիմա գիտությամբ է զբաղվում, գիտությամբ է օգուտ տալիս, կամ էլ դե շատ բան է, էլի կռվարար է, ինքը ծառայելու բան չէր, խելար տղա է, խելար բան իմաստով, հա, լավ իմաստով են ասում, խելար է, տաքարյուն է, ինքը ծառայելու բան չէր, գնար փորձանք պիտի դառնար եւ մեր գլխին եւ բանակի գլխին, հա։ Պատգամավորների ճնշող մեծամասնությունը, հարգելի բարեկամներ, բանակում ծառայել չեն, եղել եւ չեն։ Դնում են Արցախի դրոշները իրանց սեղաններին եւ բոզիլած կապում։ Հենց այդ նույն դաշնակների ճնշող մեծամասնությունը բանակից ազատված է, որոնք հանդես են եկել, հանդես են գալիս հիմա, ազգայնական, ոչ մի թիզական բաներով էին, հռետորաբանությունով էին հանդես գալիս, դրանց ջոջերը բանակից ազատվում էին, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում էին։ Ամբողջ պետությունը պրախադնոյդ որ է դարձել, ամբողջ պետությունը։ Ես մի անգամ ներկայացրեցի, թե ինչպես էին ադրբեջանցիները եկել այստեղ, դրոններ էին բարձրացնում, նույնիսկ Գյումրիում հաղորդումներ էին նկարահանում, պետական ինստիտուտներն էին նկարահանում վերևից, մարդկանցից հարցազրույցներ էին վերցնում։ Ես վստահ եմ, որ այդ այցելությունները գրում են ամեն շաբաթյա բնույթ, ուղղակի այդ անգամ հրապարակվեց։ Ադրբեջանցիները, թուրքերը որտեղից ուզեցել մտել են Հայաստան, որտեղից ուզեցել դուրս են եկել, ինչ հանցագործություն ուզել են իրականացրել են, ամբողջ Հայաստանը պրախադնոյդ որ է եղել եւ է, բայց ազգը մտահոգված է այդ մի հատվածով Սյունիքի, որը կոչվում է թրիփ, Զանգեզուրի միջանցք։ Պրախադնոյդ որի մեջ մտահոգված են Զանգեզուրի միջանցքով։ Եվ որպես կանոն դեֆոլտի շեմին կանգնած պետություն, դեֆոլտի շեմին կանգնած պետություն, ջախջախիչ պարտություն, բազմաթիվ հերոսներ, բազմաթիվ գեներալներ, ճշմարտությունը խեղող ժուրնալիստներ, անարդար դատավորներ, այն համակարգը, այն տարածքը, սա պետություն չէ, Հայաստանը պետություն չէ եւ սա քաղաքական գնահատական չի։ Սրանց իմաստով, հա, սրանց լեզվամտածողության իմաստով, թեպետ սա քաղաքական գնահատական է, ամենաիսկական քաղաքական գնահատականն է, բայց սրանք ինչ են ասում քաղաքական գնահատականի տակ, ամեն մեկը մի հիմարություն կարող է ասել, դա գնահատական են տվել։ Որովհետև քաղաքականության վերաբերյալ իրենց պատկերացումն է այսպիսին։ Պետությունը դա հասարակական քաղաքական կազմակերպություն է, որ ունի ընդգծված սահմաններ, հստակ սահմաններ, որոշակի գոնե որոշակի տարածք, լավ, հələ սահմանների մասին չխոսենք, որոշակի տարածք, որի վրա ունի օրինական բռնություն կատարելու մենաշնորհ եւ սուվերենություն։ Սուվերենության մասին խոսելը
անիմաստ է, սրանք նաև օրինական բռնություն իրականացնելու մենաշնորհ չունեն այս տարածքում։ Սա պետություն չէ եւ նաև տարածքը որոշակի չէ։ Սա պետություն չէ, հարգելի բարեկամներ։ Սա ինչ որ մի գիտեմ ամեն ինչ կարելի ասել բացի պետությունից, չեմ ուզում կոպիտ բառեր ասել այսօր, դրա համար զերծ կմնամ գնահատական տալուց, թե սա ինչ է։ Եվ իսկ ինչ պետք է անել։ Յուրաքանչյուր մարդ իր տեղում պիտի իր գործունեության համար, իր խոսքի համար պիտի պատասխանատվություն կրի, չմասնակցի այս ամորալությունը, պետք է իրականացնել հերոսություններ, պետք է ուղղակի ստորություններ չանել, պետք է չենթարկվել այս սիստեմին, ընդհանրապես, չեմ ասում գործազուրկ դարձեք, բայց մտածեք արդար, գործեք արդար, խոսեք արդար եւ մի ենթարկվեք այն մարդկանց, ովքեր սարքել են ձեր երեխաների, ձեր ծնողների գլխին այս ամենը հայերն են իրականացրել, հայերն են մտածել, հայերն են իրականացել հայերի գլխին։ Գիտեք ինչի համար, իշխանության եւ փողի։ Ուրիշ բան չկա, միայն իշխանության մարմաճը եւ փողի եւ փողասիրություն։ Ես վստահ եմ ինչ-որ մի բա այս սիստեմը կփլուզվի, այս ռեժիմը կփլուզվի, դա Աստված լինի հայ ձեռքով, եթե ոչ օտարի ձեռքով է լինելու, եւ թող օրհնվի այդ օրը։ Ես ձեր Տիրոջ մերը